Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ կապված, որը տնային կալանքի տակ է եւ մեղադրվում է իշխանության բռնի զավթման փորձի ու պետական դավաճանության համար, ադրբեջանական լրատվամիջոցները նոր տեղեկություններ են հաղորդել։ Ադրբեջանական մեդիայում լուրեր են շրջանառվում, որ Ռամիզ Մեհդիևը մտադիր է եղել երկրում հեղաշրջում իրականացնել, այդ նպատակով նամակ է ուղարկել Ռուսաստանի որոշ գերատեսչությունների ղեկավարներին։ Հաղորդվում է, թե այդ նամակը հայտնվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների տրամադրության տակ, որը հրապարակում են լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, չնայած որոշները պնդում էին, որ նման նամակ գոյություն չունի եւ չէին հավատում դրա իսկությանը, ներկայացված ապացույցները ցույց են տալիս, որ Ռամիզ Մեհդիևն isկապես մոլորեցնող ծրագրեր է ունեցել Ադրբեջանում օտարերկրապետության աջակցությամբ հեղաշրջում իրականացնելու համար։ Sizi genç yaşlarında önemli vəzifələrə Ադրբեջանի նախագահն արտոնել է իր աշխատակազմի նախկին ղեկավար ակադեմիկոս Ռամիզ Մեհդիևի վերջնական ոչնչացման գործողությունը։ Իշխանությունները բազմամյա գորշ կարդինալին ոչնչացնել սկսել էին դեռ 44-օրյա պատերազմից առաջ, նրան հեռացնելով սուլթանական գլխավոր վեզիրի պատվավոր պաշտոնից, ԶԼՄ-ներում վարկաբեկի ճարշավ կազմակերպելով եւ պետական էշելոններում նրա դրածոների ու կողմնակիցների զանգվածային զտումներ կազմակերպելով։ Սակայն կալիբրային քաղաքական գործչի վատարկությունը Ալիևը որոշել է հետաձգել, այդ վիթխարի գործողությունը թողնելով որպես աղանդեր։ Բանն այն է, որ Ռամիզը, որը նախկինում խորհրդային նոմենկլատուրիստ էր, Հեյդար Ալիևի ամենահավատարիմ զինակիցն էր, նրա աջ ձեռքը եւ կտակի կատարածուն, հենց նա էր, որ համազգային առաջնորդի վերջին զառամյալ տարիներին իր վրա վերցրեց երկրի փաստացի կառավարումը, փլուզումից պահպանեց Նախիջևանյան կլանը եւ ապահովեց իշխանության անցախ փոխանցումը, հորից որդուն գրում է Գոլս Արմենիի թերթը։ Մեհդիևը Իլհամի քաղաքական մենթորն է, մեծ մասամբ հենց նրա շնորհիվ է, որ այս մաժորը, որը սովոր էր Մոսկվայում շքեղ ժամանակ անցկացնելուն եւ Ստամբուլի գողական հաստատություններում գողացված հայրական փողերը վատնելուն, սկսեց աստիճանաբար հեռանալ, անխռով ապրելակերպից եւ խորանալ երկրի կառավարման գործերի մեջ։ Ամենափորձառու Մեհդիևին հաջողվել է պահպանել ռեժիմի կառուցվածքը Հեյդար Ալիևի անձի պաշտամունքի ձևավորման շնորհիվ։ Նա էր, ով նախաձեռնել էր այս քաղաքական ծրագիրը, որն ուղղված էր մեկ ընտանիքի բացարձակ իշխանության հաստատմանը, նրա պատմական դերի սրբացմանը, համակարգի այլընտրանքների եւ դրա փիլիսոփայության վերացմանը։ Իլհամ Ալիևին մնում էր ամուր կառչել այդ մեծ թափով կառուցված համակարգային բուրգի գագաթից եւ ջերմորեն շնորհակալություն հայտնել Մեհդիևին, իր ընտանիքի ցմահ իշխանության համար հարմարավետ պայմաններ ստեղծելու համար։ Բայց Իլհամը անշնորհակալ հոգեզավակ դուրս եկավ, հրաժարվելով նրան նույնիսկ հնարավորություն տալ հանգիստ ապրել վերջին կենսաթոշակային տարիները։ Ինքնագնահատականի եւ հպարտության գլխապտույտի մեջ հայտնված Ադրբեջանի նախագահն ուզում է ազատվել իր խելահեղ երիտասարդության խենթությունների ականատեսից, ով բոլորից լավ գիտի, որ ճակատագիրը հանդուգն Իլհամին հաջողություն է մատուցել ոսկեսկու տեղի վրա, եւ նա երբեք չէր դառնա այն, ինչ դարձել է, եթե չլիներ Ռամիզ Մեհդիևը, շարունակում է թերթը։ Բայց Մեհդիևի ոչնչացումը ոչ այնքան անհարգալից եւ անշնորհակալ վերաբերմունք է դաստիարակի նկատմամբ, որքան իր հոր հիշատակը դիտավորյալ նվաստացնելու գործողություն։ Իլհամը երբեք չի սիրել նրան եւ թաքուն նախանձ է տածում Ադրբեջանի համազգային առաջնորդի հայրական կարգավիճակի նկատմամբ։ Միշտ զգացել է, որ ինքը միայն Հեյդար հոր գունած տվերն է եւ նրա պատմականորեն նշանակալից անձնավորությունը։ Այն դեպքում, երբ ամբիցիոզ Իլհամը երիտասարդ տարիներից երազում էր հորից ավելի մեծ քաղաքական գործիչ դառնալ, Հեյդար Ալիևի անձի պաշտամունքը Իլհամին օգնում էր հուսալիորեն պահպանել իշխանությունը, բայց միաժամանակ հոգեպես հյուծում էր նրան եւ վնասում փառասիրությունը։ Արցախյան վերջին պատերազմի արդյունքները փոխեցին ամեն ինչ եւ Ալիև կրտսերին թվաց, թե նա կարող է մեծության մարտահրավեր նետել իր հորը եւ արդեն իրեն վերապահել համազգային առաջնորդի կոչումը։ Ոչ թե Հեյդարը, այլ ես Իլհամը արժանի է այդ տիտղոսին, վստահաբար համոզված է նախագահը, որ ձեռնամուխ է եղել խորանձի պաշտամունքի գաղափարական հարթակի վերջնական ապամոնտաժմանը։ Նրան բացարձակապես ձեռնտու չէ հյուսիսկորեական մոդելը, որի դեպքում բռնապետերը Կիմ Չեն Ընի պապը, որդին եւ թոռը հավասարապես կիսում էին ընտանեկան պաշտամունքը միմյանց միջև եւ չէին ինքնահաստատվում նախորդի նշանակությունն ու հիշողությունը վարկաբեկելու կամ նսեմացնելու հաշվին։ Şuşa Azerbaycan'ın gözüdür.
Ոչ, Ադրբեջանը պետք է ունենա մեկ հզոր առաջնորդ եւ այդ եզակի պատմական անձը նա է՝ Իլհամ Ալիևը, այսուհետ եւ միշտ։ Այստեղից էլ գալիս է անօգնական ծերունուն տրորելու ձգտումը, որպեսզի ամբողջովին փարատի հոր մեծությունը ադրբեջանական բնակչության պատկերացմամբ, լավագույն դեպքում Հեյդարին թողնելով իսկական համազգային առաջնորդի նախորդի եւ կենսաբանական հայրիկի համեստ տեղը, որի անունն է Իլհամ Ալիև։ Ռամիզ Մեհդիևի դեմոնիզացմամբ եւ ձերբակալությամբ աղբավայր է նետվելու հեյդարիստիկայի վերաբերյալ նրա գիտական աշխատությունները եւ հերկվելու է Հեյդար Ալիևի պատմական առաքելության բացառիկության մասին առասպելը։ Ներկայիս նախագահը մաքրում է իր ճանապարհը դեպի համազգային առաջնորդություն, տրորելով իր ծնողի եւ նրա տարեց համախոհների արած գործը։ Qarabağ bizimdir. Qarabağ Azərbaycandır. Ամենայն հավանականությամբ բոլոր բամբասանքներն ու մեղադրանքները Իլհամ Ալիևի հիվանդ երևակայության արգասիք են, որը կոչված է արդարացնելու ծեր գայելի ոչնչացումը։ Հնարավոր է Մեհդիևի գործոնի վերացումը նաև Մոսկվայի հետ Բաքվի ինչ-որ քաղաքական խաղերի մաս է կազմում կամ միջկլանային պայքարի հերթական դրսևորում հենց Ադրբեջանում։ Սակայն կասկածից վեր է այն փաստը, որ Իլհամին այս գործողության մեջ ամենից շատ հետաքրքրում է պատմական համատեքստը, չէ՞ որ դրանով նա վերջնականապես տապալում է Ադրբեջանի պատմության եւ իշխանության Հեյդարովյան էջը։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TV News։